Շնորհավորում եմ ընդդիմությանը միշտ չի, որ հաջողվում է իրականությունը ներկայացնել, բայց այս դեպքով հաջողվել է։ Այս դեպքով հաջողվել է Հայաստանի որ քաղաքացուն 10 վարորդից մինչև որևէ մասնագիտություն հարցնես, գիտի, որ այս սահմանադրության փոփոխությունը Ալիևի պահանջով է իրականանում։ Բայց սահմանադրության փոփոխությունը չի մենակ, կա Ալիևյան փաթեթ։ Դուք ինչ ուզում եք տեղ ավելացնեք, ինչ սոուս ուզում եք ավելացնեք, ԲԴԽ, դատական բարեփոխումներ, հիմնական ուտեստը ադրբեջանական է, խոհարարը Ալիևն է, Ալիևյան փաթեթի պահանջներն են, Հայաստանում սահմանադրության փոփոխություն, Հայաստանի տարածքային այնպիսի զիջումներ, որտեղ Հայաստանը հայտնվում է շրջափակման մեջ, եւ հայ առաքելական եկեղեցու այս գծի փոփոխություն։ Այս ամենը փաթեթն է Ալիևյան։ Ընդդիմության պարտավորությունը սրան դիմագրավելն է։ Հիմա դուք եթե լսեք արդարադատության նախարար Սրփուի Գալյանին, Նիկոլ Փաշինյանին, իրենք ճանապարհային քարտեզ են մշակել։ Ճնշումներով, ամեն հնարավոր ու անհնար ձևով, որովհետև քաղաքացին չի տվել իրենց գործիքը դա իրականացնելու, ընդդիմադիր падգամավորներին ստիպել կլինի, համոզել կլինի, որ գնան այդ ճանապարհով, որ խոչընդոտ չհանդիսանան, այսինքն ընդդիմությունը այս խորհրդանում ունի պատմական առաքելություն, պատի պես կանգնել Ալիևյան փաթեթի առջև, ինչ էլ դա ընդդիմությունից պահանջի։ Ու դա անելու ենք,